4 ժամվա մեջ 4 անձի սպանության գործով կրկնակի փորձաքննությունը ցույց է տվել, որ տղամարդն անմեղսունակ է։ Հոկտեմբերի 13-ին Աբովյան համայնքի Արամուսի բնակավայրում գտնվող հողամասում հայտնաբերվել էին սպանված Արմենուհի եւ Գևորգ Ղազարյանների մարմինները, ում ինչ իրավապահները դեպքի վայրում գործողություններ էին իրականացնում, Զովաշեն գյուղում եւս 2 անձ սպանված գտան, որոնցից մեկը Աբովյանի բնակիչ Վահե Մարտիրոսյանն էր, մյուսը Մարինա Մուշեղովնան։ Ամուսինները Հայաստան էին եկել Ռուսաստանից իրենց մտերիմների հարսանիքին։ Ամուսինները կանգ են առել Կոտայքի մարզի Զովաշեն գյուղում տաղավարում հանգստանալու համար։ Այնտեղ նրանց է մոտեցել անծանոթ տղամարդ հրացանով։ Տղամարդը պահանջել է մեքենայի բալանիրերը, սակայն Մարինայի ամուսինը դիմադրել է նրան։ Արդյունքում անծանոթը սառնասրտորեն գնդակահարել է զույգին եւ հեռացել առևանգված մեքենայով։ Նրանց մարմինները հայտնաբերվել են ավելի ուշ, նրանք պառկած էին նույն տաղավարում։ 4 ժամվա մեջ 4 անձի սպանության գործով կալանավորվեց Արամուսի բնակիչ Թադևոս Հովակիմյանը։ Վերջինս իրավապահներին հայտնել էր, որ 20 տարի առաջ իրեն Արամուսում ծեծել էին ու ինքը վրեժը լուծել էր Արմենուհի եւ Գևորգ Ղազարյաններից։ Կոտայքում հոկտեմբերի 12-ին 4 մարդու կյանք խլած տղամարդ Թադևոս Հովակիմյանը, որն արդեն 15 տարի որսորդական միության անդամ է եւ վերջին տարիներին որսորդական հրացան է ունեցել, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն պաշտոնապես անմեղսունակ էր ճանաչել եւ նա կարող էր խուսափել պատասխանատվությունից։ Լրատվականը զրուցել էր Արամուսում սպանված Գևորգ Ղազարյանի տուժողի ներկայացուցիչ Գոր Ալոյանի հետ։ Վերջինս պահանջում էր, որ սպանություն կատարողին կրկնակի փորձաքննության ենթարկեն, որպեսզի իրենց կասկածներն ամրապնդվեն։ Արդյոք տղամարդն ունի առողջական խնդիրներ։ Արդյունքում փաստաբանի բողոքը բավարարվել էր եւ ՔՊ անդամ ներկայացած Թադևոս Հովակիմյանին կրկին փորձաքննության ենթարկեցին։ Եվ ահա փորձաքննությունը կրկին հաստատել է, որ 4 հոգու կյանք խլած տղամարդը, որը իրավապահներին հայտնել էր, որ ԿՊԱ-ականների հետ մտերիմ է, անմեղսունակ է ճանաչվել եւ ըստ էության նա կխուսափի պատասխանատվությունից։ Գործը դատարանում է, կհետևենք, թե ինչ հետագա ընթացք կունենա գործը դատարանում։